Զգույշ եղիր, չլինի թե մոռանաս քո Տեր Աստծուն, չպահես նրա պատվիրանները, նրա այն կանոններն ու օրենքները, որ ես հաղորդում եմ քեզ։ Այնպես չլինի, որ ուտելուց ու կշտանալուց հետո, գեղեցիկ տներ կառուցելուց ու դրանց մեջ բնակվելուց հետո, քո արջառն ու ոչխարը բազմանալուց հետո, քո արծաթն ու ոսկին շատանալուց հետո, քո ունեցած ամեն ինչը բազմանալուց հետո գոռոզամտանաս ու մոռանաս քո Տեր Աստծուն, որը քեզ դուրս բերեց եգիպտացիների երկրից, ստրկության տնից, քեզ անցկացրեց մեծ ու ահազդու անապատի միջով, ուր օձն ու կարիճն են խայթում, ծարավը տանջում, ուր ջուր չկա, բայց նա քեզ համար ապառաշքարից ջրի աղբյուր բխեցրեց։ Նա քեզ անապատում կերակրեց քո հայրերի անծանոթ մանանայով, որպեսզի քեզ տանջի ու փորձի և վերջում բարություն անի քեզ։ Մի ասա քո մտքում, թե իմ ուժով ու ձեռքի զորությամբ եմ տիրացել ես այս մեծ հարստության, այլ հիշիր քո Տեր Աստծուն, որովհետև նա է քեզ ուժ տալիս այդ հարստության հասնելու համար, որպեսզի հաստատի իր այն ուխտը, որ դրել է քո հայրերի հետ, ինչպես տեսնում ես այսօր։ Եթե պատահի, որ մոռանաս քո Տեր Աստծուն, գնաս օտար աստվածների հետևից, ծառայես ու երկրպագես դրանց, ապա այսօր երդվում եմ երկնքով ու երկրով, որ դուք անհետ կկորչեք, եթե չլսեք ձեր Տեր Աստծո ձայնը, կկորչեք այնպես, ինչպես կորան մյուս ազգերը, որոնց վերացրեց Տերը ձեր առջևից։ Աստվածաշունչ Մատթեոս, 2-րդ օրենք, գլուխ 8, համարներ 11-ից 20։